Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են, ցեղասպանուտեն են հայ փախստականներ, եթե Սյունիքը ազերի թրքական ներխուժման դա կլա, ոչ միայն նոր ճանապարհ կլա, այլև հայկական ամրոցի էթնիկ զդում։ Փանախոսության ներկայացված է Թեհրիրյանի Բերլինի փանդային օրագրությունը։ Իրանի 10 գեդե փակացած առաջարկը պատերազմի դադրեցման համար ընդունված է Թրամփի կողմէ։ Մեզմե հերացավ Արցախի լավագույն զավակներն մեկը Արցախյան շարժման ցայնը։ Հայերը արդարացի օրեն կհագաճարեն եւ կսեն Արցախը պատմական օրեն մերն է։ Ռոդ Այլանդի հայ համայնքը կկազմակերպե երիտասարդական օր եւ ցեղասպանության զոհերու հիշադակի ցերնարկ։ Թթխմորով հաց։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան գկրե հայերու թեմ իրականացված ցեղասպանությունը 1894-ին 1923 չի հանդիսանար միայն բնակչության ֆիզիկական ոչնչացում, ան նաև կներկայացնե մարդկային աշխարհագրության արմատական եւ անդառնալի վերափոխում, որ հանգեցավ ժամանակակից պատմության առաջին խոշոր միջազգային փախստականային ճգնաժամերեն մեկուն։ Այս երևույթը, որ դակավին բավարար չափով չէ ուսումնասիրված իր մանրագրգիռ տարածքային չափումներուն մեջ, կբացահայտե հիմնարար իրականությունը։ Հայ փախստականներու զանգվածային ստեղծումը ոչ պատահական էր եւ ոչ ալ երկրորդական, այլ կհանդիսանար ցեղասպանական գործընթացին կենտրոնական գործիք։ 19-րդ դարու վերջեն մինչև 1923 թվականը Արևմտյան Հայաստանի բնիկ հայ բնակչության ավելի քան 90%-ը կամ ոչնչացվեցավ, կամ դեղահանվեցավ։ Այս իրողությունը կբարդատրե նոր գնահատումը։ Փախստականներու ստեղծումը երկրորդական հետևանք չէր, այլ ցեղասպանական գործընթացի կառուցվածքային մեխանիզմ։ Կոդորացներեն առաջ հայերը կկազմեին Արևմտյան Հայաստանի բնիկ բնակչությունը ամուր հաստատված իրենց հողերուն վրա։ Գնահատված 3.5 միլիոն մարդուց մեծ մասը կենտրոնացած էր Արևմտյան Հայաստանի մեջ, հատկապես հայկական 6 վիլայեթներուն մեջ՝ Վան, Բիթլիս, Էրզրում, Գարին, Խարպերտ, Սեփաստիա, Դիարբեկիր, Դիքրանագերտ։ Հայերու թեմ իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալել ոչ միայն որպես ֆիզիկական ոչնչացում, այլ որպես խոշոր աշխարհաքաղաքական եւ ժողովրդագրական վերածևավորում, որ բնիկ բնակչությունը վերածեց քայքայված եւ աշխարհասփյուր համայնքի։ Հայ փախստականներու հարցը այս գործընթացին առանցքային փաղկացուցիչն է։ Կբացահայտե ծրագրված բնույթը, ցույց կտա վնասի շարունակականությունը, իրավական հիմք կստեղծե արդի պահանջներու համար։ Հայ փախստականներու երևույթը միայն պատմական հարց չէ, այլ նաեւ արդիական, իրավական եւ քաղաքական խնդիրը, որ կներգրավե միջազգային պատասխանատվություն եւ փոխհատուցման իրավունք։ Հարգելի հայրենագիտներն ու ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Իրանի շուրջ լարվածությունը եւ Հորմուզի նեղուցը դարձած են միջազգային ուշադրության կենտրոն։ Կգործվի, որ Թեհրանը կգտնվի լուրջ ճգնաժամի մեջ եւ մեծ պետություններ կքննարկեն նոր մերձավոր արևելքի ծրագրեր։ Սակայն եթե անդեսվին հայրու ցեղասպանության դասերը, դարաշրջանը կգրնա գրգին դառնալ էթնիկական բռնության դաշտ։ Այս իրավիճակը վտանգավոր է նաեւ Հայաստանի համար։ Սյունիքը հայտնված է լուրջ ճնշումներու տակ, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը կգրնան փորձել օգտվել ստեղծված անկայունությունեն, խթանելով միջանցքի գաղափարը։ Անցյալը ցույց կտա նման վտանգներ։ 2020-ի պատերազմը եւ 2023-ի իրադարձությունները պատճառ դարձան հազարավոր հայերու դեղահանության։ Հետևաբար հայերու ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն պատմական արդարության հարց է, այլ նաեւ կարևոր զսպող եւ կանխարգելիչ գործոն դարաշրջանային նոր ողբերգությունները կանխելու համար։ Հայերու ցեղասպանության թանգարան ինստիտուտին մեջ տեղի ունեցած է հանրային փանախոսություն նվիրված Սողոմոն Տեհլիրյանի 130-ամյակին։ Ներկա եղած է նաև անոր ասկական Արփի Օսկանյան Տեհլիրյան։ Փանախոս Քոհար Խանոմյան ներկայացուցած է Տեհլիրյանի Բերլինի փանդային օրագրությունը զայն առաջին անգամ տնելով գիտական շրջանառության մեջ։ Օրագրությունը կբահվի Հայաստանի ազգային արխիվին մեջ, իսկ անոր բաժինը նաև Հոհիտայի պատմության թանգարանին մեջ։ Դասախոսության ընթացքին քննարկված են Տեհլիրյանի հոգեբանական ապրումները, հետ ցեղասպանական հիշողությունները եւ օրագրության առանձնահատկությունները։ Վերջավորության առաջարկված է օրագրությունը հրադարագել գիտական ծանոթագրություններով։ Իրանի ներկայացուցած 10 գետե փաղկացած առաջարկին մանրամասնությունները հետևյալներն են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է սկզբունքորեն բարդավորվի երաշխավորել ոչ հարձակողական քաղաքականություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի շարունակական վերահսկողություն, Իրանի ուրանի հարստացման իրավունքի ընդունում, բոլոր հիմնական պատժամիջոցներու վերացում, բոլոր երկրորդային պատժամիջոցներու վերացում, ՄԱԳ-ի անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերու դադրեցում, Իրանի նկատմամբ հասցված վնասներու փոխհատուցում, Ամերիկայի Միացյալ Նահանգներու մարտական ուժերու դուրս բերումը դարաշրջանեն, պատերազմի դադրեցում բոլոր ճակատներուն վրա, ներառյալ Լիբանանի մեջ իսլամական դիմադրության դեմ գործողությունները։
91 տարեկանին մահացած է քրող, հրաբարակակիր եւ հասարակական քաղաքական գործիչ Զորի Բալայան։ Ան ծնած է 1935-ին Ստեփանագերտ։ Բալայան եղած է Արցախյան շարժման կարևոր գործիչներեն, ինչպես նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ան պայքարած է Արցախի իրավունքներուն համար, մասնակցած է քաղաքական եւ միջազգային հարթակներու քննարկումներուն, 1990-ին հացադուլ հայտարարած է։ 1992-ին 1995 թվականներուն եղած է Արցախի Գերագույն խորհրդի պատգամավոր եւ ներգրաված ռազմաքաղաքական գործընթացներուն։ Բալայանի օջախ գիրքը լայն արձագանք գտած է։ 2006-ին ան արժանացած է Արցախի հերոս կոչման։ ԽՍՀՄ քարտեզներու գազման ընթացքին տեղի ունեցած է մեծ անարդարություն եւ Արցախ ինչ որ կերպ հայտնված է Ադրբեջանի գազմին մեջ։ Այս մասին նշած է վրացի վերլուծաբանը։ Հայրը արդարացիորեն կհագաճարեն, երբ կսեն Արցախը մերն է, պատմականորեն մերն է։ Տարերու ընթացքին ան եղած է հայկական մշակույթի կեդրոններեն մեկը Խաչքարերով, Շուշիով, վերջապես Արցախի փարփարով, որ նույնպես հայկական լեզվի մեկ մասն է։ Եվ մեծ անարդարություն տեղի ունեցավ, երբ Խորհրդային Միության քարտեզներու գազման ընթացքին Արցախը ինչ որ կերպ հայտնվեցավ Ադրբեջանի գազմին մեջ, ընդգծած է ան։ Ռոդ Այլանդի հայ համայնքը ապրիլին պիտի կազմակերպի երկու կարևոր ցերնակներ նվիրված երիտասարդության եւ հայրու ցեղասպանության զոհերու հիշադակին։ Ապրիլ 21-ին հայ նահատակներու հուշահամալիրի կոմիտեն պիտի կազմակերպի 26-րդ ամենամյա հայ երիտասարդության օրը Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ հայկական եկեղեցիին մեջ 7-14 տարեկան երեխաներու համար։ Ապրիլ 26-ին նույն քաղաքին մեջ նահատակներու հուշարձանի դարածքին մեջ պիտի կայանա հայրու ցեղասպանության անմեղ զոհերու ողեգոճումը դարբեր հայկական եկեղեցիներու հոգեվորականներու մասնակցությամբ։ Ցերնակները բաց են թե դեղական հայ համայնքին, թե լայն հանրության համար հարկանքի դուրք մատուցելու սրբաթասված նահատակներուն, վերապրածներուն եւ Արցախեն դեղահանված հայրուն։ Անպարենպաստ եղանակի բարակային արարողությունը կդեղափոխվի հայ ավետարանական եկեղեցի։ Թթխմորով հաց պատրաստելու համար անհրաժեշտ են թթխմոր, ալյուր, ջուր եւ աղ։ Գործընթացը կներառե թթխմորի պատրաստում, խմորի հունցում եւ երկարադեպ խմորում, ցեվավորում, երկրորդային հանգիստ եւ թխում բարձր ջերմաստիճանի տակ հաջող թուջե գացայի մեջ։ Բաղադրատոմսին եւ պատրաստման եղանակին ծանոթանալու համար կարելի է այցելել մեր պաշտոնական գայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։